Ստամբուլի հայկական դպրոցներում սովորող Հայաստանի քաղաքացի երեխաները կարող են զրկվել այդ դպրոցները հաճախելու հնարավորությունից։ Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները ստուգումներ են սկսել ազգային փոքրամասնությունների դպրոցներում։ Հայկական կրթօջախների ղեկավարներին էլ հայտնել են, թե Հայաստանի քաղաքացի աշակերտների ընդունելությունն արգելվում է։ Հնարավոր սահմանափակման վերաբերյալ մտահոգությունները Ստամբուլի հայ համայնքում վաղուց կային, հիշեցնում են մասնագետները։ Նրանց գնահատմամբ խնդիրը առնչվում է նաև Թուրքիայում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կարգավիճակին եւ նրանց նկատմամբ վերահսկողության խստացմանը։ Ստամբուլում ասից ավելի հայկական դպրոց է գործում, հեսպանի դրությամբ է, որտեղ չէր թույլատրվում Հայաստանի քաղաքացիներին այդ դպրոցներում ներգրավվել։ Չի համար, որովհետև այդ դպրոցները ֆինանսավորում եւ ֆինանսական աջակցություն են ստանում Թուրքիայի կառավարության կողմից։ Իսկ Հայաստանի քաղաքացիները հիմնականում անլեգալ են գտնվում այնտեղ։ 2012-ից ի դեպ գործում էր կարգավորում, որով օտարերկրացի երեխաները հնարավորություն ունեին այսպես կոչված հյուր աշակերտի կարգավիճակով սովորել ազգային փոքրամասնությունների դպրոցներում, թեպետ առանց ավարտական դիպլոմ ստանալու իրավունքի։ Ըստ թուրքագետների խնդիրը սկսվել է դեռևս 90-ականների վերջից, երբ աշխատանք փնտրող Հայաստանի քաղաքացիների մի մասը Թուրքիայում մնացել էր առանց օրինական կացության կարգավիճակի։ Թուրքիան տալիս էր վիզա, որը ոչ աշխատանքային, 1 ամսով Հայաստանի քաղաքացին գնում էր Թուրքիա, մի ամսվա ժամկետն անցնում էր, ինքը մնում էր այնտեղ, իրենք փաստորեն 2-3 առումով խոցել են։ Առաջինը այնտեղ ոչ լեգիտիմ կարգավիճակով են, երկրորդ Հայաստանի քաղաքացի են, այսինքն հայ համայնքին տրվող իրավունքներից դե յուրե զուրկ են, երրորդն են փաստորեն մնում էին առանց կրթության։ Հայկական դպրոցներն առանց այն էլ գործում են պետական խիստ վերահսկողության ներքո, նշում են մասնագետները, քանի որ ուսումնական ծրագրերը թուրք տեսուչների կողմից ստուգվում են, ստանում են հաստատում, հետո միայն թույլատրում են դասավանդումը, իսկ կրթօջախների թուրք փոխտնօրեններն էլ մասնագետների խոսքով վերահսկում են կառավարման ամբողջ գործընթացը։ Օրինակ փոխտնօրենը միշտ լինում է թուրք, հայտնի է, որ ինքը կամ կապված է ինչ-որ հատուկ ծառայությունների հետ, կամ այդ հատուկ ծառայությունների աշխատակից է։ Տնօրենը հայ է, բայց իրական որոշում ընդունողը փոխտնօրենն է, որը պետության հետ կապ ունի։ Վերահսկումը հանգարց այնտեղ ինչ-որ հանրապետական բաներ չլինեն։ Մասնագետները նկատում են այս ամենը կատարվում է այն ֆոնին, երբ հայկական կողմից ասում են, թե մեր հարաբերությունները Թուրքիայի հետ գնալով լավանում են, սակայն թուրքական կողմը փորձագետների պնդմամբ շարունակում է իր կոշտ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Մեր կողմից պետք է դիվանագիտական խորհուրդներով փորձել թուրքերի հետ ամեն դեպքում լեզու գտնել, պետք է բանակցություններ սկսի որոշակի մեղմացումներ ակնկալելով, էլի, որովհետև մեր են այդ երեխաները ամեն դեպքում մեր քաղաքացիներն են, կապ չունի դե հիմա այնտեղ են գտնվում, բայց նրանք կրթության իրավունքից զրկելը մեծ սխալ կլինի։ Հյուր աշակերտի կարգավիճակի վերացումը կարող է տարիներ շարունակ գործող կրթական հնարավորություններից զրկել Հայաստանի քաղաքացի երեխաներին։ Մասնագետների գնահատմամբ խնդիրը միայն նրանց իրավական կարգավիճակին չի վերաբերում, այն նաև Թուրքիայում հայկական կրթական միջավայրի նկատմամբ վերահսկողության խստացման հերթական դրսևորումն է։ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հերթական տարանցիկ երկաթուղային բեռնափոխադրումն է իրականացվելու։ Ադրբեջանական Բեյուք-Քեսիք կայարանով Հայաստան կուղարկվի 2725 տոննա ցորեն 39 վագոնով։ Նշվում է, որ մինչ այժմ Ռուսաստանի կողմից Ադրբեջանով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 44000 տոննա հացահատիկ, ավելի քան 9000 տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։ Բացի դրանից Ադրբեջանից Հայաստան արտահանվել է շուրջ 15000 տոննա դիզելային վառելիք, մոտ 5000 տոննա ռեգուլյար և պրեմիում տեսակի բենզին։ 2026-ի հունվար-հունիսի դրությամբ դեպի Եվրամիություն արտահանման ծավալը Հայաստանից գերազանցել է 516 միլիոն դոլարը, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր է ավելի քան 80%-ով։ Այս մասին տեղեկացրել են կառավարությունից։ 2026-ի առաջին կիսամյակում դեպի Եվրամիություն արտահանումը 17 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան աճել է 71%-ով։
Սիրանուշ Սահակյանը եւ Ռուբեն Վարդանյանի կինը Վերոնիկա Զոնաբենդը հանդիպել են արտաքին գործերի նախարարության միջգերատեսչական հանձնաժողովի եւ ՄԻԲ գրասենյակի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանում պահվող հայգերիների պահման պայմանները, առողջական վիճակը, բժշկական օգնությունը, նամակների ու ծանրոցների փոխանցումը եւ ընտանիքների հետ կապը։ Կողմերը կարեւորել են ուղիղ երկխոսությունը։ Զոնաբենդը նաեւ առաջարկել է մինչեւ օգոստոսի վերջ նշանակել պատասխանատու անձ մարդասիրական հարցերի շուրջ մշտական հաղորդակցության համար։ Թուրքիան չի խուսափի պատերազմից, եթե ինչ-որ մեկը որոշի հարձակվել նրա վրա։ Այս մասին հայտարարել է Էրդողանը մեկնաբանելով Իսրայելի հետ պատերազմի հնարավորությունը։ Խոսելով Թուրքիայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի միջև կնքված Մեքքայի համաձայնագրի մասին, Էրդողանը նշել է, որ փաստաթուղթը կգործի ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի սկզբունքով։ Եթե որևէ խնդիր առաջանա կամ հարձակում լինի, ապա այս երեք պետությունները կկարողանան համատեղ ձեռնարկել անհրաժեշտ քայլերը։ Դա կարող է լինել ագրեսիա Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի կամ Պակիստանի դեմ, անկախ նրանից, թե կոնկրետ որ երկիրը հարձակման կենթարկվի։ Եթե այս երեք երկրներից մեկը հարձակման ենթարկվի, ապա քանի որ նրանց միջև համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր գոյություն ունի, բոլոր երեք երկրներն էլ կկարողանան պաշտպանել միմյանց ցանկացած տեսակի ագրեսիայից։ Ադրբեջանը 3 ռուս լրագրողների նկատմամբ հետախուզում է հայտարարել։ Բաքուն մեղադրում է Իվան Կնյազևին, Սեյմոն Ուրալովին եւ Ալեքսեյ Չադաևին Ադրբեջանի սահմանադրական կարգը բռնի տապալելու եւ երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու կոչերի մեջ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Զախարովան խոսելով այս մասին նշել է, որ Ադրբեջանի տեղեկատվական դաշտում մշտապես առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական բնույթի նարատիվները։ Նա նաեւ ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կապահովի իր լրագրողների օրինական իրավունքների պաշտպանությունը։ Մեր ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք, որ նրանք մասնագիտացված խորհրդակցությունների ժամանակ քննարկեն տեղեկատվական միջավայրի բարելավման հարցերը առանց քաղաքականացման կամ լրատվամիջոցների աղմուկի։ Ռելոկացի տվյալներով ռուսաստանցիների արտագաղթի պահանջարկը վերջին ամիսներին զգալիորեն աճել է, օրական դիմումների թիվը 70-ից հասել է 120-ի, ավելի քան աճելով 1.7 անգամ։ Մարդիկ հիմնականում ցանկանում են շտապ տեղափոխվել մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր, հատկապես նոր մոբիլիզացիայի եւ ընդհանուր անկայունության մտավախության պատճառով։ Ամենահաճախ դիտարկվող ուղղություններն են Հայաստանը, Վրաստանը, Սերբիան։ Դիմողների մեծ մասը մինչև 40 տարեկան է, իսկ հիմնական նպատակն է ոչ թե ժամանակավոր հեռանալը, այլ արտերկրում երկարաժամկետ ապրելը, աշխատելը եւ սովորելը։ 2026-ի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5.1 տրիլիոն դրամ, տարեկան կտրվածքով այն նվազել է 3.9%-ով։ Կառավարության պարտքը կազմել է 5.11 տրիլիոն դրամ, արտաքին պարտքը 2.44 տրիլիոն դրամ, ներքին պարտքը 2.68 տրիլիոն դրամ։ Դոլարային արտահայտությամբ պետական պարտքը կազմել է 13.9 միլիարդ դոլար։ Տարեկան համեմատությամբ դոլարային պարտքն էլ աճել է 0.35%-ով։ Պետեկամուտների կոմիտեն խարդախությամբ պետությանը հասցված վնասի բազմաստիճան սխեմա է բացահայտել։ Ֆինանսական միջոցներ չունեցող կամ նախկինում դատապարտված անձանց անուններով ձևականորեն գրանցված ընկերությունը առանց ապրանքների փաստացի մատակարարման կամ ծառայությունների իրական մատուցման դուրս է գրել հարկային հաշիվներ։ Չունենալով ապրանքների ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր, անհրաժեշտ գույք տեխնիկական միջոցներ կամ աշխատուժ, ընկերությունը փաստաթղթերով ձևակերպել է զգալի ծավալի շինանյութի իրացումներ եւ շինարարական ծառայություններ մատուցումներ։ Կեղծ հարկային հաշիվներ դուրս գրելուց բացի ընկերությունը հարկային մարմին հաշվարկ հաշվետվություններ չի ներկայացրել կամ ներկայացրել է խեղաթյուրված տվյալներ։ Պարզվել է, որ 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում ընկերությունը դուրս է գրել ընդհանուր 3.4 միլիարդ դրամի հարկային հաշիվներ, պետությանը պատճառելով շուրջ 557 միլիոն դրամի վնաս։ Մայրաքաղաքում նվազել են սպանության փորձերը ու հրազենի գործադրմամբ դեպքերը։ Երևանի ոստիկանության անցած 6 ամսվա ամփոփ տեղեկություններով որոշ բաժիններում էլ Էրեբունիում, Դավթաշենում եւ Նուբարաշենում հանցագործությունների աճ է արձանագրվել, իսկ մի շարք ստորաբաժանումներում ավելացել են ընտանեկան բռնության դեպքերը։ Նախարար Արփինե Սարգսյանը մտահոգիչ է համարել հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները։ Նախարարը հանձնարարել է բացահայտման աշխատանքներին զուգահեռ վերլուծել դրանց առաջացման պատճառները եւ կանխարգելման ուղղությամբ իրականացնել թիրախային ու հետևողական աշխատանք։ Մենք չունենք հանցավորության կանխարգելման պետական ռազմավարություն, համազգային ռազմավարություն, որը պիտի ենթադրի ինչու է ծնվում հանցագործությունը եւ ինչ անենք, որպեսզի չունենանք եւ ով ինչ պիտի անի։ Ով ինչ անելը նկատի ունեն, որ դա միմիայն
ոստիկանության գործ չի, որ շատ հաճախ մարդիկ կարող են պատկերել։ Իրականում թվերը ցույց են տալիս հանցավորության նվազման դրական դինամիկա, բայց քաղաքացիների շրջանում կա տպավորություն, որ դրանք չեն արտացոլում իրերի դասավորությունը գետնի վրա։ Օրինակ, հրազենը սկսել են կիրառել օրը ցերեկով քաղաքում ինչ-որ բանուկ տարածքներում, ինչը խիստ հազվադեպ երևույթ էր նախկինում։ Նախարարը խիստ հանձնարարական է տվել ՆԳՆ ոստիկանության ղեկավարությանը ակտիվացնել թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ տարվող աշխատանքները հետագա հանցավոր դրսևորումները բացառելու նպատակով։ Եվ ինչ ազդեցություն ունի այդ աշխատանքը հանցավորության դեմ պայքարի վրա։ Ընդհանուր առմամբ, եթե խոսքը վենդետաների կանխարգելման մասին է, ապա դա օպերատիվ աշխատանք է, որը պետք է իրականացվի առանց նախարարի հատուկ ցուցումների։ Քանի որ չունես ռազմավարություն, դու ամեն անգամ post-սովետական կամ սովետական մտածողության կերպով մի ամիս հայտարարելու ես բնակարանային գողությունների բացահայտման ամիս, մի ամիս կանեպ կակաչ չգիտեմ ինչ, մի ամիս թշնամանք ունեցողներ, մի ամիս հանցավորության հակում ունեցողներ։ Հանցավորության դեմ պայքարի մասին վերջին հրապարակումներում նշվում է, որ ոստիկանները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի հավաքատեղիներում, հայտնաբերվել եւ ոստիկանության բաժինները ներկայացվել նախկինում դատապարտված եւ հանցավոր հակումներ ունեցող 266 անձ, հայտնաբերվել են թմրամիջոցներ, կանեփի թփեր, տանակներ, զենք զինամթերք։ Նորից հարց է առաջ գալիս. ինչ ասել է հանցավոր հակում ունեցող անձ եւ ով եւ ինչպես է որոշում անձը ունի հանցավոր հակումներ, թե ոչ։ Երբևէ նախկին դատվատություն ունենալը չի կարող հանդիսանալ հանցավոր վարքի հակում։ Արշակն ու Արմենը տենց չհասկացան 260 հոգի որ տարել ես։ Հայտնաբերել ես, չգիտեմ, առանց ներկայացված ենթադրենք 10 հատ կրթպասենք 3 գրամ թմրամիջոց եւ մի քանի հատ էլ զենք, որը արգրավել ես միգուցե հենց 1 հոգու մոտից։ Այն 200 հոգուն որ տարանք ու ընդամենը 60 հոգու մոտից ձեռք բերեցինք, այն 200 հոգունը չի ենք տարել։ Փորձագետների կարծիքով մեկ այլ խնդիր են իրավապահների կողմից հրապարակվող տեսանյութերը, որոնք ոչ թե դատավարական կարգի պահպանման նպատակ ունեն, այլ առաջին հայացքից պարզապես մարդկանց նսեմացնելու տպավորություն են թողնում։ Այս իրավիճակում ակնկալել, որ հանրությունը դրա արդյունքում կլծվի հավատով առ իրավապահ համակարգը եւ կգնա նրա հետ ավելի սերտ համագործակցության, պայքարելու հանցավորության դեմ միամտություն է։ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոց 20 կոտորագի 7 հասցեի հատվածում այսպես անխնա հոսողը խմելու ջուր է։ Բնակիչներն ասում են 1 ամիս է նույն պատկերն է։ Ջրի խողովակը վնասված է 2 տեղից, ինչի հետևանքով էլ մեծ քանակությամբ խմելու ջուր անարգել հոսում եւ կորչում է։ Ստե որ քանդած է կարող ինքը տակից այդ քանդած տեղից այդ մեսի մի թեթև ելնում։ Կարող շատ ավելի ուժեղ է։ Խնդրի մասին բազմիցս են ահազանգել թե Veolia ջուր ընկերությանը, թե Երևանի քաղաքապետարան, վստահեցնում են բնակիչները։ Մինչ այս պահը որևէ քայլ չի ձեռնարկվել։ Ախր գոնե չեն եկել քանդել նայել ինչը։ Չէ, այդ սա վտանեմ։ Գալի մի հատ նայում են, հա, ասում են հետաքրքիրն է որ։ Պես աստեղից է դուրս գալու։ Ասում շինարարի զանգի։ Ասում եք հələ համարը տվեք էլի շինարարի։ Ասում ենք չգիտենք համարի։ Բնակիչները չեն հասկանում, թե ինչու վթարը վերացնել չի հաջողվում։ Հույս ունեն միայն, որ Veolia ջուրը կարձագանքի։ Ի վերջո, մեկ վնասված խողովակի պատճառով խմելու ջրի ահռելի կորուստ է գրանցվում։ Էսի քոլեջի մոտի գետնանցումն է։ Գարշահոդ եւ սրտխառնոց առաջացնող վիճակ է Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի ստորգետնյա անցումում։ Ընդամենը օրեր անց վերսկսվելու են քոլեջի դասերը ու առանց այդ էլ քաղաքի այս բանուկ հատվածը դառնալու է ել ավելի մարդաշատ, բայց գետնանցումն անցնելը իսկական փորձություն է։ Գրածա խնդրվում է մաքուր պայեք ձեր քաղաքը։ Եթե սովետական տարիներին այս անցումը եւ ոչ միայն այս ցանկացած ստորգետնյա անցումներ գտնվում էին բարվոք վիճակում, քաղաքացիները կարողանում էին առանց հակագազի անվտանգ անցնել գետնանցումների տակով, ապա հիմա տեսեք, այստեղի գետնանցումը ամբողջությամբ տիրում է Գարշահոտ, այստեղ պիտի լինեք, որպեսզի հոտը զգաք։ Գետնանցումը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյա 71 հասցեում է։ Հարակից քոլեջի ուսանողների թիվն անցնում է մի քանի հարյուրը։ Ուսանողները ստիպված են լինում պետքարանի վերացված ստորգետնյա անցումը ամեն օր անցնել վրաերթի չընթարկվելու համար։ Հեսա ուսումնական դասապրոցեսը սկսում է, պատկերացնում եք, այստեղ ինչ անտանելի վիճակ է լինելու։ Հետո պիտի ասեք, թե երեխաները թող անցնեն գետնանցումով,
որպեսզի վրայերթի չենթարկվեն թաղապետարանը, քաղաքապետարանը ինչ են մտածում։ Հարգելի քաղաքապետ, սա Երևանի բան տարածքներից մեկն է, որ շարժը շատ է։ Պատասխանատուներին քաղաքացիները հորդորում են սթափվել, մինչ ուսումնական տարին սկսվել է մաքրել ստորգետնյա անցումը, իսկ հետագայում վերանորոգել ու տեղադրել տեսախցիկներ նույն պատկերը բացառելու համար։